Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, փառքասոր այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք, կարող ենք գալ մեր սիրելի Փրկչի ոտքերի մոտ եւ սովորել նրանից։ Թող Աստված մեր միտքը, մեր սիրտը բացի, որպեսզի եւ ուղղով հասկանանք եւ սրտով ընդունենք եւ իրագործենք մեր կյանքում Սուրբ Հոգու օգնությամբ եւ Աստծո շնորհքով։ Հիսուսի տված շնորհքով։ Հիսուսի անով խնդրեցի։ Ամեն։ Ուրեմն մենք գիտենք, որ այս երրորդ եռամսյակում ուսումնասիրում ենք Մարկոսի ավետարանը եւ արդեն հասել ենք 7-րդ գլխին, որը կոչվում է ուսուցում աշակերտներին։ Եվ հիշելու համարն է Մարկոս 8:34։ Ապա Հիսուսը ժողովրդին աշակերտների հետ միասին իր մոտ կանչեց ու նրանց ասեց. ով ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, իր խաչը վերցնի ու իմ հետևից գա։ Ուրեմն Մարկոսի ավետարանի առաջին կեսը ուշադրությունը կենտրոնացնում այն բանին, թե ով է Հիսուսը։ Նրա հզոր ուսմունքն ու հրաշքները մեկ ուղղություն են մատնանշում, որ նա օծյալն է։ Պատմության այս վճռորոշ կետում Հիսուսն աշակերտներին այսպիսի հարց կտա. ով է ինքը նրանց կարծիքով։ Իհարկե Պետրոսը հստակ պատասխան է տալիս եւ դրանից անմիջապես հետո Հիսուսը սկսում է բացատրել մանրամասն, թե ինչ է նշանակում Մեսիա, ինչ է սպասվում իրեն առջևում, որտեվ նորից կրկնենք, որ իրենք շատ սխալ ուսուցումներ էին ստացել իրենց ռաբիներից Մեսիայի գալու նպատակի եւ գործի մասին։ Եվ այսօր կուսումնասիրենք 8-րդ գլխի երկրորդ մասը եւ 9-րդ գլխի եւ ամբողջ 9-րդ գլուխը։ Կարդանք ամենասկզբում կարդանք Մարկոս 8 գլխի 22-ից 30 համարները։ Եկան Բեսայիդա, նրա առաջ վերեցին մի կույրի ու խնդրում էին, որ դիպչի նրան։ Հիսուսը կույրի ձեռքից բռնեց, գյուղից դուրս տարավ, նրա աչքերին թքելով ու ձեռքով դրանց դիպչելով նրան հարցրեց, թե որևէ բան տեսնում է։ Նա նայեց ու ասաց. տեսնում եմ մարդկանց, որոնք քայլող ծառերի նման են։ Հետո դարձյալ ձեռքերը նրա աչքերի վրա դրեց եւ նրան հստակ տեսնել տվեց։ Նրա տեսողությունը վերականգնվեց, այսինքն լիովին վերականգնվեց եւ բոլորին պարզ տեսնում էր։ Հիսուսը նրան տուն ուղարկեց, ասելով. ոչ գյուղ կմտնես, ոչ էլ գյուղում մեկին կասես։ Որովհետեւ Հիսուսը եկել էր իր առաքելությունը կատարելու համար, եւ եթե ինքը ամբողջ օրը առավոտից իրիկուն զբաղված լիներ բոլոր կույրերին, բոլոր հիվանդներին բուժելով, ինքը ժամանակ չէր ունենա իր ուսմունքները տալու եւ այդ բոլոր իր գործը կատարելու, որի համար որ նա եկել էր։ Ուրեմն այստեղ հետաքրքիր բան ենք տեսնում, Հիսուսը բուժել է մի քանի կույրերի, Բարթողեմեոսը եւ այլն, բայց ամեն անգամ ինքը օրինակ Բարթողեմեոս ասեց, հարցրեց, ինչ ես ուզում, ասեց, ուզում եմ տեսնել։ Ասեց, տես։ Եվ միանգամից այս մարդը տեսավ։ Մի ուրիշը, որ ցեղ սարքեց, սկսեց աչքերին եւ ասեց, գնա Սիլովամի ավազանում լվա աչքերդ եւ կտեսնես, եւ նա գնաց լվաց եւ տեսավ։ Բայց այս մեկը հետաքրքիր տարբեր ձևով է։ Հիսուսը ընդհանրապես երբ որ բուժում էր, միանգամից էր բուժում, այսպես կիսատ երկու մասով չէր բուժում։ Ուրեմն այստեղ խնդրեմը ոչ թե այն էր, որ Հիսուսը չէր կարող միանգամից բուժել այս կույրին, այլ նրանումն էր, որ Հիսուսը ուզում էր ինչ որ դաս, ինչ որ առակ, ինչ որ իմաստ տալ այս ամենին։ Հնարավոր է, որ Հիսուսը այսպես արեց, որպեսզի ցույց տա հոգևոր կուրության բացվելը։ Գիտեք, ֆիզիկական կուրությունը կարող է միանգամից բացվել, մարդը միանգամից տեսնի։ Եվ Հիսուսը դա անում էր, բայց հոգևոր կուրությունը
միանգամից աչքերը չեն բացվում։ Դա լինում է որոշ ժամանակի ընթացքում։ Եվ կարծես թե հենց այդ նույն վիճակում էին իրենց աշակերտները։ Նրանք հոգերապես կույր էին, որտեղ սխալ ուսմունքներ էին նրանց սովորեցրել Մեսիայի համար, եւ իրանք խորությամբ հավատում էին այդ ուսմունքներին։ Հիմա Հիսուսը, երբ որ իրանց ցույց տվեց իր հրաշքները, իր ուսուցումները տվեց, եւ իրենց կյանքում եկավ շրջադարձային կետ, այսինքն նրանք պիտի այժմ հետևություն անեին այդ ամենից։ Որոշ չափով կուրությունից ազատվել էին, բայց դեռ կույր էին մնում։ Տեսեք ինչու։ Ասում է, սրանից հետո կարդան 27 համարից, նույն գլուխը մինչև 30-ը։ Հիսուսն իր աշակերտների հետ Փիլիպյան եւ մի բան էլ ասենք, հետաքրքիր է, որ Հիսուսը նրան գյուղից դուրս տարավ։ Երբ որ մարդ մնում է մարդկանց թողուբոհի մեջ, մնում է տարված աշխարհիկ նպատակներով, ինքը չի կարողանում հոգեորապես տեսնել, հոգեորապես չի բացվում մարդու աչքերը, եւ Հիսուսը միգուցե դա էր խորհրդանշում, որ այս մարդուն դուրս տարավ գյուղից, բոլորից հեռու։ Սովորաբար, երբ որ մարդ մենակ է մնում, այդ ժամանակ է մարդը սկսում մտածել իր կյանքի նպատակի, հոգևոր արժեքների եւ հավիտենական կյանքի մասին, եւ նորից հոգևոր կուրության բուժումը տեղի ունենում, միանգամից տեղի չի ունենում, այլ էտապներով։ Հիմա տեսնենք աշակերտների մոտ ինչպես դա եղավ։ Ուրեմն Հիսուսն իր աշակերտների հետ Փիլիպյան Կեսարիայի գյուղերը գնաց։ Ճանապարհին աշակերտներին հարցրեց ու ասաց. «Մարդիկ իմ մասին ինչ են ասում, ով եմ ես»։ Նրանք պատասխանեցին. «Հովհաննես Մկրտիչը, ոմանք Եղիան, ոմանք էլ մարգարեներից մեկը»։ Իսկ նա հարցրեց նրանց. «Հապա դուք իմ մասին ինչ եք ասում, ով եմ»։ Գիտեք, Հիսուսը երբեք չի մտածել իր եսի մասին։ Իր հարցը այնպես չէր, որ ինչ են ասում մարդիկ, ով եմ ես, ոչ։ Ինքը ուզում էր իրենց մոտեցնել այդ հարցով այս մյուս հարցին, որը ամենակարևոր հարցն էր։ Իսկ նա հարցրեց նրանց. «Հապա դուք իմ մասին ինչ եք ասում, ով եմ»։ Պետրոսը պատասխանեց ու նրան ասաց. «Դու Քրիստոսն ես»։ Այդժամ Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ այդ մասին ոչ ոքի չասեն, որտեղ դեռ ժամանակը չէր։ Ուրեմն ինչն է հետաքրքիր, Պետրոսը հասկացել էր, այո, դու Քրիստոսն ես, դու Մեսիան ես, դու Աստծո որդին ես, բայց պրոբլեմը նրանում էր, որ իրանք սխալ կարծիք ունեին, սխալ պատկերացումներ ունեին Մեսիայի մասին, իր գալու մասին, որովհետև այսինքն իր գործի մասին, որտեղ Աստվածաշունչում կա երկու մարգարեություն։ Մի մարգարեությունը Հիսուսի առաջին գալուստի մասին է, մյուս մարգարեությունը Հիսուսի երկրորդ գալուստի մասին է։ Առաջին մարգարեությունը մարգարեանում էր 5 տականում բոլոր այն տառապանքների մասին, որ պիտի Հիսուսը ունենար, եւ հրեաները չէին սիրում այդ մասը։ Իրանք ուղղակի կողքով էին ասում այդ մասի, եւ միանգամից այս երկրորդ գալուստին էին ուղում։ Նրանք երբեք առաջին գալուստի մասին չէին խոսում Հիսուսի, այլ նկարագրում էին, որ Մեսիան մի անգամ է գալու եւ այդ էլ է տա լինելու, որ երբ որ ինքը փառքով գա, այսքան երկրորդ գալուստը Մեսիայի, երկրորդ գալուստը Հիսուսի։ Եվ դրա համար, երբ որ հիմա Հիսուսը եկել է, աշակերտները մտածում են, որ ինքը պիտի թագավոր նստի։ Մտածում են այն, ինչ որ սովորել են։ Լիքը նախապաշարումներով լցված է իրենց ուղեղը։ Եվ չնայած Պետրոսը ասում է դու Քրիստոսն ես, բայց միևնույն է, նրանք սխալ կարծիք ունեն Մեսիայի մասին, նրա նպատակների, նրա գործի մասին եւ նրա գալու իմաստի մասին։ Եվ իհարկե Հիսուսը քիչ-քիչ, քայլ առ քայլ նրանց բացատրում է։
Եվ այդ կուրությունից բուժվելը շատ դժվար եղավ աշակերտների մոտ մի քանի տարի տևեց, մինչև նրանք հասկացան լիովին Հիսուսի մահից հետո, թե ինչի համար էր Հիսուսը եկել։ Բայց Հիսուսը նրանց բացատրում է, նրանք չէին հասկանում։ Ուրեմն, շարունակենք կարդալ։ Հիսուսը նրանց 31 համարից Հիսուսը սկսեց նրանց ուսուցանել, որ մարդու որդին պետք է շատ չարչարվի, փորձության ենթարկվի ծերերից, քահանապետներից, դպիրներից, ծերեր այստեղ նկատվում ոչ թե ծեր մարդիկ, այլ ղեկավար մարդիկ։ Պետք է մահանա եւ 3 օր հետո հարություն առնի։ Եվ նա բացահայտ խոսում էր նրանց հետ այդ մասին։ Պետրոսը նրան մի կողմ տարավ ու սկսեց հանդիմանել։ Տեսեք։ Երբ որ Պետրոսը նրան ասում է դու Քրիստոսն ես, Հիսուսը սկսում է միանգամից բացատրել, թե ինչ է դա նշանակում, որն է իմ նախանշված ուղին, ինչ պիտի լինի իմ հետ, ինչու էր բացատրում, որտեղ նորից նրանք սխալ գիտեին, ամեն ինչ սխալ գիտեին, իրանք կարծում էին, թե Հիսուսը պետք է դառնա Հրեաստանի թագավորը, եւ քիչ հետո կտենանք, որ նույնիսկ վիճում էին, թե ով պիտի լինի ամենաառաջին նազիր վեզիրը։ Ուրեմն, բայց Հիսուսը նրանց ասեց, որ այսպես է լինելու, ես պիտի մահանամ, ես դրա համար եմ եկել։ Եվ Պետրոսը ինչ արեց, ասում սկսեց հանդիմանել։ Սակայն Հիսուսը դարձավ իր աշակերտները, նայեց նրանց, դեպի իր աշակերտները, նայեց նրանց եւ Պետրոսին հանդիմանեց ու ասաց. Հետևս գնա սատանա, որտեղ դու չես մտածում ինչպես Աստված է կամենում, այլ ինչպես մարդիկ։ Այսինքն Պետրոս, քո մտածածները բոլորը ինչի համընկնում Աստծո կամքի եւ ծրագրերի հետ։ Այն ուսուցմունքը, որ ձեզ ներկայացրել են, թե որ Մեսիան գա ինչ պիտի անի, բոլորովին չի համապատասխանում ճշմարտությանը։ Սա է ճշմարտությունը։ Ես եկել եմ, որ խաչվեմ, մեռնեմ, խաչվեմ եւ հետո հարություն առնեմ։ Եվ իհարկե այդ միտքը նրան Պետրոսին տվել էր սատանան, որտեղ սատանան չէր ուզում դա տեղի ունենա։ Սատանան գիտեր, որ Հիսուսը եկել է, որ այդ ձևով փրկի մարդկությանը մեղքից եւ իր դաժան ձեռքից։ Եվ նա նույնիսկ աշակերտների միջոցով, նվիրված աշակերտների միջոցով ուզում է շեղել Հիսուսին այդ ճանապարհից։ Բայց Հիսուս ասեց չէ, դու Աստծո բաները չես ասում։ Դու սատանայի ջրաղացին ես ջուր լցնում, Պետրոս։ Մի ասա այդ բաները։ Ես դրա համար եմ եկել։ Ապա Հիսուսը ժողովրդին աշակերտներին միասին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. ով ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, իր խաչը վերցնի եւ իմ հետևից գա, որտեղ ով ցանկանա իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով որ իր կյանքը ինձ համար ու ավետարանի համար կորցնի, նա կփրկի այն։ Ինչ օգուտ է մարդուն, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի։ Որովհետև մարդը իր կյանքի համար ինչ հատուցում կտա, ով ապրելով այս շնացող եւ մեղավոր ազգի մեջ, ինձ ու իմ խոսքերը ամոթ համարի, մարդու որդին էլ նրան կամաչեցնի եւ գա իր հոր փառքով ու սուրբ հրեշտակներով։ Երբ որ Հիսուսը առաջին անգամ նրանց կանչեց ծառայության, Հիսուսը ասեց. եկեք ինձ հետ, որ գործ արեք, մարդկանց դարձի բերեք, բայց երբ որ նրանք այն ժամանակ պատրաստ չէին այս ճշմարտությունը լսելու, դժվարությունների մասին ոչինչ չասեց, բայց հիմա, երբ որ արդեն նրանք իրեն ճանաչում են, իր հրաշքները տեսել են, իր ուսուցումները սովորել են, արդեն կարծես թե նրանք պատրաստ էին, որ ինքը բացեր հետևյալ էտապով իրանց աչքերը բացել եւ Հիսուսը փորձում էր դա անել, ասում էր. գիտեք, դուք կարծում եք, թե ես պիտի երկրային թագավոր դառնամ, բայց ոչ, ես եկել եմ այստեղ, որ մեռնեմ։ Եվ արդեն ուղիղ իրենց ասում է. եթե ասում է ձեր խաչը չվերցնեք եւ չգաք իմ հետևից, փրկություն չեք ունենա։ Եվ
ինքը միշտ զգուշացնում էր իր աշակերտներին, որ ասում է, եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն։ Երբեք չի ասել, որ քրիստոնյայի ճամփան հարթ ու շիտակ կլինի, ինչպես Պայրուս Սևակն է ասում իր որդուն, երբեք մի ձգտիր ուրիշի արած ասֆալտ ճամփով անցել, այլ ինքդ ճամփա սարքիր, ինքդ անցիր։ Հիսուսն էլ նույնն է ասում։ Իր, այսինքն, իհարկե Պայրուս Սևակը այդ բոլոր մտքերը ինքը Պայրուս Սևակն է ասել, որ ով որ Աստվածաշունչ չի կարդացել, չի կարող գրագետ մարդ համարվել, եւ Պայրուս Սևակը լավ գիտեր Աստվածաշունչը։ Եվ այդ բոլոր սկզբունքները, որ ինքը գրել է մանավանդ այդ բանաստեղծությունը գալիս է հենց Աստվածաշնչյան սկզբունքից։ Երբ որ ասում է դու պիտի քո խաչը վերցնես եւ գնաս, ուրեմն Դարի Փափակ գրքում Էջ 318 գրված է. Պետրոսի խոսքերը չէին կարող օգնել կամ սփոփել Հիսուսին իրեն սպասվող մեծ փորձության մեջ, դրանք հակասում էին կորուսյալ աշխարհի հանդեպ Աստծո շնորհի նպատակին ու ինքնազոհության այն դասին, որ Հիսուսը եկել էր սովորեցնելու իր անձնական օրինակով։ Հիսուսի հետևորդները պետք է ունենան նույն նպատակը, ինչն է՝ վերցնել խաչը եւ հետևել նրան։ Խաչելը մահապատժի ամենադաժան, նվաստացուցիչ եւ սարսափեցնող մեթոդն էր, որ կիրառում էին հռոմեացիները։ Բոլորը ցանկանում էին խուսափել խաչից։ Ինչու ուրեմն ինչ որ մեկը կցանկանա կամ պիտի ցանկանար իր վրա վերցնել խաչը, որպես Հիսուսին նվիրված լինելու խորհրդանիշ։ Հիսուսը բացատրում է ոչ միայն աշակերտության գինը, այլև դրա հսկայական արժեքը։ Քրիստոնեական հավատքի հակասականություն այն է, որ կյանքի կորուստը դառնում է այն ձեռք բերելու ճանապարհ։ Այսինքն Հիսուսը ասում է, եթե սերմը, հատիկը չընկնի հողի մեջ եւ չմեռնի, պտուղ չի տա։ Մենք գիտենք, որ երբ սերմը ցանում ենք, կարծես թե թաղում ենք սերմը հողի տակ, եւ հետո այդ սերմից բույս է ծլում, գեղեցիկ բույս, օգտակար եւ գեղեցիկ իր տեսքով եւ օգտակար մարդկանց սնունդի համար բույս։ Եվ այդպես էլ մարդն է, մինչև հին մարդը չմեռնի, նոր մարդը պտուղ չի բերի։ Հիսուսը հենց դա էր ուզում ասել։ Դուք ձեր կյանքում մինչև հիմա սխալ սկզբունքներ եք սովորել, սխալ ձևով եք ապրել։ Հիմա ժամանակն է, որ դուք ընտրություն անեք։ Դուք արդեն գիտեք այս սկզբունքները եւ այն սկզբունքները։ Դուք տեսել եք ես ով եմ։ Դուք համոզվել եք, որ ես Աստծո որդին եմ։ Դուք տեսել եք Աստծո արժեքները, դուք տեսել եք Աստծո, գիտեք Աստծո ուսմունքը, գիտեք Աստծո տեսակետը, գիտեք, որ Սատանան եկել է, որ տանջահար անի մարդկանց, իսկ Աստված սիրում է մարդկանց եւ ուզում է օգնել նրանց։ Բայց պիտի ընտրություն անեք։ Արդյոք ուզում եք շարունակել այդ հին ճանապարհով քայլել ձեր հին նախապաշարումներով, ձեր հին սովորածածով, ձեր հին սխալ ճանապարհով, թե ուզում եք թաղել այդ ձեր հին եսը եւ սկսել նոր կյանք Հիսուսի հետ, սիրով, համբերությամբ եւ ողորմությամբ լցված կյանք։ Ասում եմ, մինչև հին մարդը չմեռնի, նոր մարդը չի աճի։ Մինչև հին մեղքերից, կեղտոտ մեղքերից չմաքրվի սիրտը, Սուրբ Հոգու պտուղները չեն կարող սրտի մեջ աճել, որտեղ այդ մեղքերը կխանգարեն։ Բայց իհարկե դա միանգամից չի լինում։ Հետս հետ է, քայլ առ քայլ, մեղքը հելնում է Սուրբ Հոգու պտուղն է գրավում դրա տեղը։ Երբ որ թաղում ենք սերմը, այն մի օրում չի ծլում։ Մի ամբողջ հսկա գործ է իրագործվում հողի տակ, մինչև որ տեսանելի պտուղը երևում է, մինչև որ տեսանելի տեսնում ենք այդ հողի տակ կատարված գործի արդյունքները։ Նույնը հոգևոր կյանքում է։ Մի անգամից չի լինում դա։ Քայլ առ քայլ Հիսուս ուզում է մաքրել մեր սիրտը։ Քայլ առ քայլ մեզ տանել սրբության ճանապարհով, բացել մեր կույր աչքերը, ինչպես այս մարդունը էտապներով բացեց աչքերը, այնպես էլ հոգևոր կյանքում քայլ առ քայլ Աստված ուզում է մեր աչքերը բացել։
Եվ ընդհակառակը ձեռք բերել ամբողջ աշխարհը բաց կորցնել հավերժական կյանքը պարզապես անհեթեթություն է։ Գիտեք, եթե համեմատենք այս մեր ժամանակավոր կյանքը կյանքի 5 րոպեվա հետ եւ հավիտենական կյանքը մեր կյանքի ամբողջ տևողության հետ։ Եվ եթե ձեզ ասեն, այս 5 րոպեն երջանիկ եք լինում, բայց այս ամբողջ ձեր կյանքը մնացած դժբախտ է լինելու։ Համաձայն եք։ Ինչ ոչ մի մարդը կհամաձայնվի ընդամենը 5 րոպեն իր կյանքի երջանիկ լինի, մնացած տարիները դժբախտ։ Բայց ցավոք հիմա այդպես է դուրս գալի, որտեղ այս մեր ժամանակավոր երկրային կյանքը ընդամենը 5 րոպե է համեմատած հավիտենական կյանքի հետ։ Եվ այս 5 րոպեն մեր կյանքի լցված է դառնություններով, դժբախտությամբ, դժվարություններով, ոչ թե նրա համար, որ Աստված դաժան է, այլ որովհետև մարդը ինքն է ընտրել մեղքի ուղին։ Եվ չի ուզում փոխել իր մեղքի ընտրած մեղքի ուղին։ Դա է ամբողջ խնդրեմը։ Եվ ուրեմն կշռենք, թե ինչ ենք մենք ընտրում։ Այս կյանքում ժամանակավոր ինչ-որ իբր թե ինչ-որ բան մեզնից ներկայացնելը, մարդկանց մեծարանքը ընդունելը, որ մարդիկ այսօր ձգտում են ամբողջ դրան, ես այսքան հետևորդ ունեմ, ինձ սենց են մեծարում, ինձ սենց են գովում, ինձ սենց են անում, ես, բայց հետո իր արած մեղքերի էգոիզմի համար պիտի իր պատիժը ստանա եւ կորցնի Հիսուսի տված հավիտենական կյանքը, որտեղ չկա ոչ հիվանդություն, ոչ մահ, ոչ տառապանք, ոչ դժվարություն, ոչ դժբախտություն, այլ միայն բերկրանք է։ Սա է իրականությունը եւ ոչ ոք չի կարող այս իրականությունից խույս տալ։ Մենք մերկ ենք եկել այս աշխարհ, մերկ էլ գնում ենք։ Եվ շատ լավ է ասել մի մարդ։ Հիասքանչ է ուղղակի ասել, արտահայտվել միավետրանիչ Ջիմ Էլիոթը 1949 թվականի հոկտեմբերի 28-ին իր օրագրում գրել է. Հիմար չէ այն մարդը, որ տալիս է այն, ինչ չի կարող պահել, որպեսզի ձեռք բերի այն, ինչ չի կարող կորցնել։ Այսինքն քրիստոնյաներին ասում են հիմար, որտեղ քրիստոնյաները, ճշմարիտ քրիստոնյաները, իրենց աշխարհային, իրենց երկրային հարստությունները օգտագործում են ուրիշներին օրհնելու համար, այլ ոչ թե իրենց բարձրացնելու համար, եւ նրանց կոչում են հիմար։ Բայց այս մարդը ինչքան ճիշտ է գրել, ասում է հիմար չէ այն մարդը, որ տալիս է այն, ինչ չի կարող պահել։ Դուք չեք կարող պահել ոչ ձեր երկրային հարստությունը, ոչ ձեր համբավը, ոչինչ։ Դուք մերկ ենք մենք եկել այս աշխարհ, մերկ էլ գնալու ենք։ Ճիշտ է, մի հատ կոստյում կլինի մեր հագին, մի զույգ էլ կոշիկ, մի զույգ էլ գուլպա։ Այդքանը։ Ուրիշ ոչինչ չենք կարող տանել այս աշխարհից։ Բայց մեր երկրային հարստությունով, բարիքներով մենք կարող ենք բարիք անել մարդկանց եւ երկրային, երկնային գանձեր դիզել երկնքում, այսինքն հենց այս մարդու ասածը, որպեսի ձեռք օգտագործում ենք երկրայինը, որպեսի ձեռք բերենք երկնային հավիտենական կյանքը։ Օգտագործում ենք մեր ժամանակավոր երկրային կյանքի 5 րոպեն, որպեսի հետո հայտնվենք հավիտենական կյանքի մեջ ուրախ, զվարթ, առողջ, առանց մահից ու հիվանդությունից վախենալու, առանց վախենալու, որ ինչ-որ մեկը մեզ կկոպտի, որ ինչ-որ մեկը մեզ կդատապարտի, որ ինչ-որ մեկը սենց կանի, մեզ կցավեցնի։ Միթե դուք չեք ուզում ապրել այդ կյանքով, միթե դուք ուզում եք ապրել այս կյանքով, որ հիմա եք ապրում, եւ գերադասում եք լինել ցավեցնողի դերում, որպեսի ձեզ չցավեցնեն։ Այդպես եք ինքնապաշտպանվում։ Զուր է, ամեն ինչ զուր է։ Իմաստուն մարդը նա է, ով որ հասկանում է, որ ինքը մերկ է եկել աշխարհ եւ մերկ էլ գնալու է եւ օգտագործում է իր երկրային բարիքները, որպեսզի
մարդկանց բարություն անի, այլ ոչ թե դա օգտագործի իր ինքնաբարձրացման եւ շահագործի մարդկանց անխղճորեն, որպեսի երկրային բարիքներ դիզի ու հետո էլ ասի ես մարդ եմ, դուք մարդ չեք։ Հիմար է այդ մարդը, այլ ոչ թե այն մարդը, որ բարիք անելով ձգտում է գնալ դեպի երկրային արքայություն։ Հովհաննես 12:25 ով սիրում է իր անձը, կորցնելու է այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, հավիտենական կյանքի համար է պահելու այն։ Այսինքն, եթե նույնիսկ պետք է, որ քեզ նեղություն տաս, որ ուրիշին օգնես, այլ ոչ թե դու կոմֆորտի մեջ ապրես եւ բոլորին չմտածես այն մյուսի մասին, դա հենց դա է անձնազոհությունը։ Եվ եթե նույնիսկ պետք է լինում կյանքդ զոհել ինչ-որ մեկի համար, Հիսուսի օրինակով, դա էլ է ճշմարիտ քրիստոնյան պատրաստ անելու։ Եվ հենց այդ սերն է, երբ որ քրիստոնյաները առաջին դարերում պատմության ընթացքի մեջ զոհվել են իրենց հավատքի համար, նրանց մահը դրանք սերմեր էր, նրանց արյունը սերմ էր, որ հողի մեջ թաղվեց եւ լիքը պտուղներ բերեց։ Ոչ թե մարդիկ վախեցան եւ դադարեցին քրիստոնյա լինելու, այլ հակառակը, ավելի շատ մարդ դարձի եկավ, որտեղ ապշում էին, թե այս ոնց է, այս մարդիկ, այս ով է Հիսուս Քրիստոսը, որ այս մարդիկ ուրախությամբ իրենց կյանքը տալիս են այս հավատքի համար։ Շարունակենք կարդալ 9-րդ գլուխը։ Մարկոս 9 գլուխ 1-ից մինչև 13 համարները։ Եվ նրանց ասա, շշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողներից ոմանք մահ չեն ճաշակել, մինչև չտեսնեն Աստծո առկայությունը զորությամբ եկած։ 6 օր հետո Հիսուսը իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին եւ նրանց առանձին մի բարձր լեռ հանեց ու նրանց առաջ այլակերպվեց։ Նրա հագուստները դարձան փայլուն, ձյանպես խիստ սպիտակ, այնպես որ երկրի վրա ոչ մի ներկարար այդպես չէր կարող սպիտակեցնել, այսքան փառքը իջավ Հիսուսի վրա։ Ապա նրանց երևաց Եղիան Մովսեսի հետ եւ խոսում էին Հիսուսի հետ։ Ուրեմն ինչ է կատարվում։ Հիսուսը նկատի ուներ հենց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին, որ ասում են նրանք մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Աստծո առկայությունը զորությամբ եկած։ Այսինքն դուք հենց այս իմ գալուստին եք սպասում, երբ որ ես զորությամբ գամ։ Եվ ինքը փոքր մասշտաբով, մինիատյուրն է, ցույց տվեց իր երկրորդ գալուստը։ Երբ որ ինքը կգա զորությամբ, փառքով, եւ Մովսեսը խորհրդանշում էր մեռած սուրբերին, ովքեր պիտի հարություն առնեն նոր մարմնով, ինչպես գրած է Թեսաղոնիկեցիս մեջ, եւ ապրողներն էլ, ինչպես Եղիան մահ չէր ճաշակել եւ հենց կենթանի գնացել էր երկինք, առանց մահ ճաշակելու, Եղիան էլ խորհրդանշում էր այդ մարդկանց, ովքեր կենթանի կլինեն, երբ որ Հիսուսը գա փառքով, եւ իրանց մարմինն էլ կփոխվի, փառավորված կգնան, եւ ուրեմն դա փոքր պատկերն էր Աստծո արքայության, որտեղ կլինեն փրկվածները, թե հարություն առածները, թե ոչ մեռածները, ովքեր կենթանի վերցվել են, որտեղ Մովսեսը մահացավ, բայց 3 օր հետո հարություն առավ։ Հիսուսը անձամբ իջավ եւ նրան հարություն տվեց։ Իհարկե սատանան կռվում էր, ինչպես գրած է Հուդայի գրքում, նոր կտակարանում, եւ չէր ուզում, ասում էր չէ, ինքը փրկության արժանի չի, բայց Հիսուսը ապացուցեց, այսինքն Մովսեսը ապացուցել էր իր հնազանդությամբ Աստծուն, որ ինքը եւ իր ապաշխարության, որ ինքը արժանի է մտնել երկնքի արքայություն, եւ ուրեմն այստեղ նրանք տեսան փոքր պատկերը երկնային արքայության, որը հետո էր լինելու Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ։ Ինչու Հիսուսը սա արեց։ Նախ եւ առաջ Հիսուսին, քանի որ աշակերտները չէին հասկանում Հիսուսին, բայց նա մարդ էր երկրի վրա եւ կարիք ուներ ինչպես յուրաքանչյուր մարդ մեկին, ով նեցու կկաներ իրեն, ով ուժ կտար իրեն շարունակելու իր ճանապարհը ճիշտ ուղով։ Եվ դրա համար Աստված իրենց
իրեն մոտ ուղարկեց հենց Մովսեսին եւ Եղիային, որոնք արդեն երկնքի արքայության մեջ էին եւ անցել էին այդ դժվարությունների միջով եւ Հիսուսին եկան, որպեսզի նրան ամրացնեն իր ճշմարիտ որոշման մեջ, որպեսզի նա մինչև վերջ անցնի իր ճանապարհը։ Ասма խոսում էին Հիսուսի հետ եւ մի ուրիշ տեղ, չգիտեմ Մատթեոսի մեջ է թե որտեղ, ասում է, որ իրանք խոսում էին իր զոհի մասին եւ ամրապնդում էին նրան, ոգի էին տալիս, ոգեշնչում էին, որ նա շարունակի իր ճամփան եւ ասում էին, տես, մենք պատուղն ենք քո ապագա զոհի։ Հիսուսի զոհով էր, զոհաբերությամբ էր, որ այս մարդիկ փրկված էին, արդեն երկնքի արքայության մեջ էին, ինչպես ավանսով։ Եթե Հիսուսը հիմա ձախողեր, նրանք էլ փրկությունից կզրկվեին։ Եվ դրա համար նրանք ասում են, հաջողելու ես Հիսուս, մի հուսահատվի։ Մենք կենդանի ապացույց ենք, որ քո գործը հաջողված է, քո զոհաբերությունը պտուղ է բերելու, եւ նրանք ուժ էին տալի Հիսուսին։ Եվ Պետրոսը Հիսուսին ասաց, «Ռաբի, լավ է, որ մենք այստեղ մնանք եւ 3 տաղավար շինենք այսքան վրան, մեկը քեզ համար, մեկը Մովսեսի, մեկն էլ Եղիայի»։ Դուր եկավ Պետրոսին, Հիսուսին փառավորված տեսավ, այլ ոչ թե որ միշտ իրան հալածում էին, եւ ուրախացավ, օ, Հիսուսը փառավորված է, եւ նույնիսկ ուզեցավ, որ միշտ այս վիճակի մեջ լինի, ասում է, արի ստեղ մնանք, ինչ կլինի, էլ չիջնենք ներքև, ստեղ հենց ապրենք։ Որտեվ չգիտեր թե ինչ խոսեր, քանի որ սարսափած էին, եւ միապ նրանց վրա Հովանի եղավ այդ ամպից ձայն հնչեց եւ ասաց, դա է իմ սիրելի որդին, նրան լսեք։ Երկրորդ անգամ է, որ հայրը վկայում է։ Մի անգամ Հիսուսի մկրտության ժամանակ, երբ որ Հովանես մկրտիչը լսեց այդ ձայնը, որ ասեց, սա իմ սիրելի որդին, նրան լսեք, եւ երկրորդ անգամ հիմա։ Եվ հանկարծ իրենց շուրջը նայեցին, իրենց հետ ոչ ոքի չտեսան, բացի Հիսուսից։ Ինչու Հիսուսը սա թույլ տվեց։ Իր աշակերտների հավատքը ամրապնդելու համար, որտեղ ինքը գիտեր, որ երբ որ ինքը մահանա, իրանք շատ են հուսահատվելու։ Բայց այս հիշողությունը, այս տեսարանը մխրճվելու է նրանց ուղեղի մեջ, եւ դա ուժ էր տալու նրանց հավատքը պահելու էր, ոգևորել էր նրանց, որ Հիսուսը միևնույն է փառքով պիտի գա, չնայած հիմա զոհվել է։ Հիսուսը իրենց հավատքը ամրապնդելու համար իրանց բերեց, որ իրանք վկա լինեն այս տեսարանին։ Ուրեմն, եւ հանկարծ իրենց շուրջը նայեցին, իրենց հետ ոչ ոքի չտեսան, բացի Հիսուսից։ Լեռից իջնելիս նրանց պատվիրից, որ իրենց տեսածի մասին ոչ ոքի չպատմեն, մինչև այն ժամանակը, երբ մարդու որդին մեռելներից հարություն առնի։ Ինչու, որտեվ մեկը չէին հավատալու եւ պիտի ծաղրեին աշակերտներին, իզուր էր լինելու։ Ասում է, երբ որ ես մեռնեմ, հարություն առնեմ, այն ժամանակ կարող եք պատմել։ Նրանք այդ խոսքն իրենց մեջ պահեցին ու իրար հարցնում էին, թե ինչ է նշանակում մեռելներից հարություն կառնի։ Ապա նրան հարցրին, ինչու են, ուրեմն իրանք չէին հասկանում, բայց չեն էլ հարցնում, որտեվ իրանք նորից իրանց մտքին էին, որ հեսա Հիսուսը ինչ մեռնել, ինչ բան, Հիսուս ինչ պիտի մեռնի, ինչ պիտի հարություն առնի, հեսա ինքը պիտի թագավոր դառնա, իրանք էլ նազիր վեզիր, նորից նույն մտքին էին։ Եվ ասում ապա նրան հարցին, ինչու են դպիրները ասում, թե նախ Եղիան պետք է գա։ Հիսուսը ասքանեց, նախ Եղիան կգա եւ ամեն ինչ կարգի կդնի, սակայն ինչու է մարդու որդու մասին գրված է շատ կչարչարվի եւ կանարվի, բայց ես ասում եմ, որ Եղիան եկավ եւ նրանք ինչ որ ուզեցին արեցին նրան, ինչպես որ նրա մասին գրված է։ Այսինքն այստեղ ինքը Հիսուսը նկատի ուներ Մաղաքիայի գրքի մեջ գրվածը, որ Եղիան պիտի գա եւ այսքան Եղիայի երկին գնալուց հետո էր սա ասել եւ գրել Մաղաքյան, որ Եղիան պիտի գա եւ ճանապարհը պատրաստի Մեսիայի համար եւ զավակների սրտերը պետք է բերի դեպի ծնողները, ծնողների սրտերն էլ դեպի զավակների։ Եվ
Հիսուսը ինչ է ասում, որ եկավ Եղիան այս գնով Հովանես Մկրտիչը, իրանք շատ նման էին Հովանես Մկրտիչը եւ Եղիան, Հովանես Մկրտիչն հիշեցնում էր Եղիային եւ իր հագուստով, եւ իր պահվածքով, եւ իր այդ ոգով, ինքը Եղիայի ոգով եկավ, շատ խիզախ ոգով։ Եվ Հիսուսը ասեց, որ արդեն կատարվել է դա, արդեն Եղիան եկել է եւ նրան սպանեցին։ Ուրեմն, երբ որ առավոտը իջնում են սարից, տեսնում են մի այլ տեսարան։ Ասում եւ երբ մնացած աշակերտների մոտ եկավ, տեսավ նրանց շուրջը հավաքված մեծ բազմություն եւ դպիրներին, որ վիճում էին նրանց հետ, իսկույն ամբողջ ժողովուրդը նրան տեսելով անակնկալի եկավ եւ ընթരാճ վազեց նրան ողջունելու։ Հիսուսը դպիրներին հարցրեց. «Ինչի մասին եք վիճում նրանց հետ»։ Ժողովրդի միջից մեկը բացականից ու ասաց. «Վարդապետ, քեզ մոտ են բերին որդուն, որն իր մեջ պիղծ ոգի ունի եւ համրացել է։ Որտեղ այն նրան բռնում է, գետնով է տալիս եւ նրա բերանից փրփուր է դուրս գալիս, ատամներն է կրճատացնում եւ փայտանում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն դրան, բայց չկարողացան»։ Հետաքրքիր է։ Մինչև դա Հիսուսը իր աշակերտներին ուղարկել էր, նրանք դևեր էին հանել, Սուրբ Հոգին ունեին, դևեր էին հանել եւ այլն եւ այլն։ Բայց հիմա փորձել են եւ չի ստացվել, ինչու՞։ Շատ բարձ պատճառով։ Եվ նույնիսկ այստեղ Հիսուսը ասում է. Նա բացականից ու ասաց նրանց. «Ով անհավատացերուն մինչև երբ ես ձեզ հետ եմ լինելու, մինչև երբ ձեզ հետ հանուժելու եմ նրան ինձ մոտ բերեք»։ Ուրեմն ինչի չկարողացան այդ պիղծ դևին հանել։ Նրանք հետո հարցնում են, հետո այդ մասին խոսենք եւ նա կասի։ Եվ նրան իր մոտ բերեցին, այսինքն այդ երեխային բերեցին իր մոտ։ Հենց որ ոգին Հիսուսին տեսավ, անմիջապես ցնցեց տղային եւ նա ընկավ գետնին, թավալվում էր ու բերանից փրփուր էր դուրս գալիս։ Հիսուսը նրա հորը հարցրեց. «Որքան ժամանակ է նրան այս պատահել»։ Նա ասաց. «Մանկությունից»։ Շատ անգամ նրան նաեւ կրակի ու ջրի մեջ է գցել, որ կորուստյան մատնի, բայց եթե կարող ես մի բան անել, գթա մեզ եւ օգնիր։ Այսինքն հայրը ուզում է ասել. դու տեսնում ես իմ որդին չարչարում է, դու հարցեր ես տալիս։ Ինչու՞։ Եթե կարող ես մի բան անել, օգնիր։ Եվ այդ բառը, եթե կարող ես, արդեն ցույց է տալի այս մարդու անհավատությունը։ Եվ Հիսուսը, որպեսզի ցույց տա նրան իր անհավատությունը, նրան այս ձևով է պատասխանում. եթե կարող ես հավատալ, հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է։ Եվ հայրը ուշքի է գալի, հասկանում է, որ ինքը հավատք չունի, կասկածում է Հիսուսի վրա, ասում է, եթե կարող ես։ Ուրեմն այդ ժամ տղայի հայրն աղաղակեց ու արտասուքով ասաց, այսքան այնքան ազեց իր վրա, որ ինքը սկսեց լացել։ Հասկացավ իր սխալը։ Եվ ասեց. հավատում եմ Տեր, օգնիր իմ անհավատությանը։ Տեսեք, նույնիսկ անհավատ մարդու համար հույս կա։ Շատ հասարակ մի հույս։ Երբ որ զգում եք, որ ձեր հավատը ձեզ չի երեքում, ընդամենը այս խոսք ասեք. հավատում եմ Տեր, օգնիր իմ անհավատությանը։ Եվ Աստված օգնում է։ Երբ Հիսուսը տեսավ, որ բազմություն է կուտակում, սաստեց, պիղծ ոգուն նրան ասաց. «Համր ու խուլ ոգի, ես քեզ հրամայում դուրս արի նրա միջից ու այլևս չմտնես նրա մեջ»։ Եվ ոգին աղաղակելով ու տղային սաստիկ ցնցելով դուրս ելավ։ Եվ տղան մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասում էին, թե մեռավ։ Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան եւ նա ոտքի կանգնեց։ Եվ երբ նա տուն մտավ, աշակերտները նրան առանձին հարցրին. «Մենք ինչու չկարողացանք հանել նրան»։ Եվ նա ասաց նրանց. «Այդ դիվային սերնդին ոչ ոք այլ կերպ չի կարող դուրս հանել, եթե ոչ աղոթքով ու ծոմով»։ Ինքը նկատի չուներ, որ պիտի երեխու վրա աղոթեք ու ծոմ պահեք, նո։ Ինքը նկատի ուներ իրենց, որ իրենց հոգևոր վիճակը այդ ժամանակ լավ չէր, եւ որպեսզի դուք հաղթեք ձեր եսին, որովհետեւ Հիսուսը 3 աշակերտներին տարել էր վերել, այս մնացածը նեղացել էին 9 աշակերտը։ Եվ դժգոհ էին, ինչու է Հիսուսը այս 3-ին պատիվ արել տարել իր հետ, իսկ իրանց թողել էր այստեղ,
Եվ իրանք այդպես սատանայական դժգոհ հոգով ուզում էին պիղծ ոգուն հանել, իհարկե չէր ստացվի։ Եվ Հիսուս ասում է, եթե այդ ձեր դժգոհ սատանայական ոգին, եթե ուզում եք դուրս գա, աղոթք արեք եւ ծոմ պահեք։ Որտեղ որ կա դժգոհության հոգի, այնտեղ չկա Հիսուսը, այնտեղ սատանան է։ Եվ ուրեմն Հիսուսը կրկին խոսում է իր մահվան ու հարության մասին։ Նրանք այնտեղից դուրս եկան եւ անցնում էին Գալիլեայի միջով։ Հիսուսը չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, որտեղ աշակերտներին ուսուցանում էր ու ասում, թե մարդու որդին մարդկանց ձեռքն է մատմելու եւ նրանք պիտի սպանեն նրան, բայց երբ սպանվի, երրորդ օրը արություն է առնելու, իսկ նրանք այդ խոսքը չէին հասկանում ու վախենում էին նրան հարցնել։ Տեսեք, երրորդ անգամ է արդեն Հիսուսը ասում նույն բանը, բայց ասում նորից նրանք չէին հասկանում, նրանք հոգևոր կույր էին։ Նրանք չէին ուզում հասկանալ։ Գիտեք, երբ որ դուք մի սպասելիք ունեք եւ այդ սպասքը ձեր համար շատ հաճելի է, եւ դուք կուրացած եք այդ սպասելիքով հաճելի, եւ մեկը այդ ակնկալիքով, եւ մեկը գայս ասում է, գիտեք, դուք սխալ ակնկալիքներ ունեք։ Այդպես չի լինելու։ Այսպես է լինելու։ Ես թակավոր չեմ նստելու այս երկրային։ Ես մեռնելու եմ, հետո հարություն եմ առնելու։ Իրանք չէին ուզում լսել եւ նույնիսկ հարց չէին ուզում տալ այդ մասին, որ հանկարծ ավելի չմանրամասնի եւ իրանց աչքերը ավելի բացվին։ Իրանք ուզում էին իրանց սուտ միրաժային խափուսիկ ակնկալիքներով ապրել։ Հիսուսը Կափառնայում եկավ եւ երբ տուն մտավ նրանց հարցրեց. ճանապարհին իրար հետ ինչի մասին է վիճում։ Սակայն նրանք լռում էին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ով է մեծը, ով է իրանցից ավելի բարձր։ Ուրեմն Մարկոս 8:27-ում Հիսուսը գտնում էր Գալիլեայի ծովից հյուսիս, Փիլիպյան Կեսարիայի մոտ։ Մարկոս 9:30-ում նա անցնում է Գալիլեայով, իսկ Մարկոս 9:33-ում մտնում է Կափառնայում։ Այսպիսով դժվար չէ պատկերացնել նրա ճանապարհորդությունը հյուսիսից հարավ։ Այնուամենայնիվ Մինչ 12 աշակերտները այնուամենայնիվ նա միայնակ է մտնում Կափառնայում, քանի որ 12 աշակերտները հետ էին մնում իրանից։ Տեսնում եք, ուրեմն իրանք զբաղված են իրար հետ վիճելով, թե ով է իրանցից մեծը, ով է լինելու նազիրը, ով է լինելու վեզիրը, ով է լինելու սա, նա, երբ որ Հիսուս թագավոր նստի։ Եվ այսպես ասած իրար կոկորդ էին կրծում, են մեկ ասում է, չէ, ես ավելի բարձր եմ, ես ավելի գրագետ եմ, այն մյուս ասում է, չէ, ես ավելի արժանի եմ այս դիրքին։ Գիտեք, այսօր եկեղեցիում ինչքան է տարածված սա։ Դա սատանայի ոգի է։ Երբ որ մարդը զորով իրեն ստիպում է, որ ես ուզում եմ էսի լինել, ես արժանի եմ դրան, ես ունեմ դրա տվյալները եւ այլն եւ այլն։ Եվ ինչպես պատասխանեց Հիսուսը նրանց։ Կանեց ասեց մի վիճեք, հեսա կասեմ ձեզ ինձ ով է մեծ ովը չէ, չէ։ Հիսուսը ուրիշ ձևով պատասխանեց։ Հիսուսը նստեց եւ ուշադրություն դարձնենք, երբ որ իրանք վիճում էին ճանապարհին, իրանք հետ էին մնացել Հիսուսից։ Այսինքն շատ եկեղեցիներ, երբ որ վիճում են մարդիկ այդ պաշտոնների շուրջ, իրանք բոլորովին հետ են ընկնում Աստծո ճանապարհից, ոչ թե Հիսուսի գործն են անում, այլ սատանայի գործը։ Եվ Հիսուսին կորցնում են իրանց տեսադաշտից։ Եվ Հիսուսը ուրեմն ասում է. Կանչեց 12-ին եւ նրանց ասաց. եթե մեկ ուզում է լինել առաջինը, թող լինի բոլորից վերջինը ու բոլորի սպասավորը, այսքան ծառան։ Ուզում եք մեծ համարվել, բոլորին ծառա եղեք։ Ապա վերցրեց մի երեխայի, նրանց մեջտեղում կանեցրեց եւ նրանց գրկելով ասաց նրանց. ով այսպիսի երեխաներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում է ինձ ուղարկողին, այլ ոչ ինձ։ Եվ ինչ է ուզում ասել Հիսուսը։ Ասում է դուք կարծում եք, տեսել եք այս երկրային ղեկավարներին, ովքեր իրանց խելքը տաղանդը օգտագործում են ձեզ խաբելու,
ձեզ շահագործելու համար ձեր միջոցով փող են աշխատում, ձեզ զրկելով, ձեզ շահագործելով եւ վերևից նայում են ձեզ, արհամարում են ձեզ, իրենց համար ցածր են համարում ինչ որ ձեզ հետ խոսելը կամ շատ կոպիտ են ձեզ հետ կամ կարծում եք թե ղեկավարել նշանակում է երկրային այդ պաշտոնները օգտագործել, որպեսզի երկրային բարիքներ հավաքեք, հետո էլ դրա հիման վրա բոլորին վերևից նայեք, ասեք ես ձեզնից բարձր եմ, ինձի հարգեք, ինձի մեծարեք, դա սատանայի ոգին է։ Եվ Հիսուսը բացատրում է, երկնային արքայությունում այդպիսի ոգի չկա, երկնային արքայությունում բոլորը իրարին ծառայում։ Եվ երբեք ոչ մեկ չի մտածում ինչ որ մեկին շահագործի։ Այսօր բազմաթիվ ասել ենք եւ նորից ասենք, բազմաթիվ գործատուներ կան, որ ուղղակի շահագործում են իրենց աշխատողներին, մյուսներին ազատում են գործից եւ մի 2-3 հոգու վրա այնպիսի ծանր գործ են դնում այդ մյուս 10-ի գործը եւ այս մարդիկ առողջությունն են կորցնում, հալից ընկնում են, բայց իրանց վեճը չի, իրանց հոգը չի, որտեվ իրանք մարդուն վերաբերում են ոչ թե որպես մարդ, այլ որպես գործիք, հարստանալու միջոց, վերևից են նայում, դուք փալաս եք, մենք ձեզ կօգտագործենք, կգցենք դուրս, մյուս փալասին կբերենք օգտագործենք եւ նորից կգցենք դուրս, ոչ, այդ մարդիկ մարդ են։ Եվ Հիսուսի արքայության, երկնային արքայության մեջ այդպես չի։ Եվ այս կոպիտ ասած փալասներ, այս մարդիկ, որ թույլ են տալ իրենց հետ այդպես վարվել եւ լուռ ու մունջ, իբր թե խոնար են, դա խոնարհություն չի։ Չի կարելի թույլ տալ մարդկանց իրենց շահագործել այդ աստիճանի։ Եվ այդպիսով ավելի վատ մարդ դառնալ։ Պետք է ճշմարտություն ասել իրենց երեսին, սիրով ասել, կուլտուրական ասել, բայց որպեսզի իրենք հասկանան իրենց սխալը։ Էլով պիտի ասի իրենց։ Մի թույլ տվեք, որ ձեզ փալաս սարքեն։ Մի թույլ տվեք, որ ձեզ հետ այդպես վարվեն։ Դա խոնարհություն չէ, դա խեղճություն է, դա անկարողություն է, Հիսուսը մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով եւ ոչ մենք իրավունք ունենք ուրիշի հետ նման ձևով վարվելու, ոչ էլ ուրիշը իրավունք ունի մեր հետ նման ձևով վարվելու, բայց շատ այդպես շահագործվող մարդիկ գիտեք ինչ են երազում, որ իրանք էլ նույն ձևով հասնեն այդպեսի վիճակի եւ երբ որ հասնում իրանք էլ նույնն են անում։ Այդպիսի մարդկանց շահագործում են։ Սա տխուր իրավիճակ է։ Բայց Հիսուս ասում է ոչ, երկնային արքայությունում այդպես չէ, երկնային արքայությունում բոլորը ծառայում են իրար։ Եվ ինչու է երեխային օրինակ բերում, որովհետև երեխան ամենաանօգնական, ամենաանպաշտպան անձն է այս աշխարհում, որը խորը շատ հոգատարության կարիք ունի։ Եվ այդտեղ է արդեն երևում իրոք ծնողը սիրում է իր երեխային, թե ոչ, հոգ է տանում, թե ոչ։ Եվ Հիսուսը ասում է, որ ինչ է ուզում ասած լինել, որ այդ բոլոր ձեր տղաները խելքը ասված տվել է, որ դուք ծառայեք այսպիսի մարդկանց, ովքեր զրկված են դրանից, ոչ թե օգտվեք եւ շահագործեք իրանց։ Շատ կարևոր դաս է տալիս այստեղ Հիսուսը, որ մեզ համար է կարևոր։ Հովհաննեսը նրան ասաց, վարդապետ տեսանք մեկին, որ քո անունով դևեր են հանում, բայց նրան արգելեցին, որտեղ մեզ չի հետևում։ Հիսուսը ասաց, մի արգելեք նրան, որտեղ չկա մեկը, որ իմ անունով մի հրաշք գործի, ու հետո անմիջապես կարողանա ինձ չարախոսել, որտեղ ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է։ Եթե մարդը քարոզում է իմ մասին, մարդկանց դարձի է բերում, բայց մեր խմբի հետ չի քայլում, կարևոր չէ, ինքը անում է նույն գործը, ասենք ուրիշ ձևով։ Ուրեմն պետք չէ նրան զրկել այդ հնարավորությունից։ Ինքը նույն գործն է անում, ինչ որ դուք, թեկուզ ձեզանից առանձին, չի կարելի նրան արգելել։ Ով հանուն ինձ ձեզ մի բաժակ ջուր տա, քանի որ դուք Քրիստոսին եք պատկանում, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։ Այսինքն տեսեք,
Աստված ինչքան բարձր է գնահատում իրեն հետևողի եւ իր գործը անողին, որ ասում է նույնիսկ մեկ բաժակ ջուր եթե տան, ես այդ մարդկանց վրա ձեզ իմ գործանողներին, ես այդ մարդկանց վրա լիքը բարիքներ կթափեմ եւ կօրհնեմ իրենց։ Հետո շարունակում է, իսկ ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որ հավատում է ինձ, նրա համար ավելի լավ կլինի, եթե վզից մի աղաց քար կախվի ու նա ծովը գցվի։ Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն, որտեղ քեզ համար ավելի լավ է, որ հավիտենական կյանք խեղանթամ մտնես, քան երկու ձեռք ունենաս, բայց գեհեն գնաս, այն անշեշկրակի մեջ, այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, կրակը չի հանգչում, մինչև իր գործը չանի, մենք արդեն խոսել ենք այս մասին։ Եվ եթե քո ոտքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն, քեզ համար ավելի լավ է, որ հավիտենական կյանք կաղ մտնես, քան երկու ոտք ունենաս, եւ գեհեն ընկնես այն անշեշկրակի մեջ, այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, կրակը չի հանգչում։ Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն, քեզ համար ավելի լավ է, որ մեկ աչքով Աստծո արքայություն մտնես, քան երկու աչք ունենաս ու կրակի գեհեն ընկնես։ Այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում ու կրակը չի հանգչում, որտեվ ամեն ոգ կրակով է աղվելու, ինչպես ամեն զո աղով է աղվում, աղը լավ բան է, իսկ եթե աղն իրարությունը կորցնի, ինչպես այն կվերագտնեք, ձեր անձի մեջ աղ ունեցեք ու իրար հետ խաղաղության մեջ եղեք։ Ուրեմն, ինչ է, տեսեք, այս մասը լիովին հերքում է այն թեորիան, այն ուսմունքը, որ իբր թե մարդը իր մեջ անմահ հոգի ունի, եւ այդ անմահ հոգին անմարմին է, աննյութ է, եւ մահանալուց հետո թռնում է այնտեղ։ Այստեղ ինչ է ասում գեհենի կրակի մեջ։ Ասում է ավելի լավ է կտրես ոտքդ, քան թե երկու ոտերով վառվես։ Ձեռքը ինչ է, այսինքն մարմինն է վառվելու, ոչ թե ինչ որ անհասկանալի աննյութ հոգի։ Առաջինը դա։ Երկրորդը այստեղ Հիսուսը ուրեմն սկզբում կարող է թվալ, որ այս հատվածը Հիսուսի տարբեր մտքերի ու գաղափարների խառնաշփոթ հավաքածու է, բայց դրանք տրամաբանական են։ Առաջին հրահանգը վերաբերում է այս փոքրերից մեկին, այսինքն նորահավատներին։ Աստծո թագավորությունում ուսուցիչների եւ առաջնորդների վրա պատասխանատվություն է դրված, որ առանձնահատուկ խնամքով վերաբերվեն այս նորահավատներին, ինչպես հին կտակարանյան էթիկայի համաձայն հարկավոր էր հոգ տանել հին հասարակության ամենախոցելի խավերի, այրիների, որբերի ու օտարականների մասին։ Այսինքն մարդ պիտի իր տաղանները, խելքը, ամեն ինչ ինչ ունի, բարիքները երկրային օգտագործի օգնելու այս մարդկանց, ովքեր անօգնական վիճակում են։ Հիսուսը փոխաբերական արտահայտությամբ ասում է, որ ավելի լավ է խեղդվել ցովում, քան այս փոքրերից մեկի հանդեպ մեղք գործել։ Մեղք գործելու պատճառներ արտահայտությունը տանում է դեպի այս հատվածի ամենաերկար ուսուցումը։ Ընթերցողը կանում է երկու հանելուկների առաջ։ Նախ, Հիսուսն իսկապես մարդկանց սորեցնում է կտրել ձեռքը կամ ոտքը կամ էլ հանել աչքը։ Ոչ։ Նա սա ասում է փոխաբերական իմաստով, այսինքն մենք գիտենք, որ նրանք, ովքեր գնալու են երկնքի արքայություն, լինելու են լիովին առողջ, խեղանթամ չի լինելու։ Եվ պատկերացնում եք, որ խեղանթամ մարդիկ առանց աչքի, ձեռքի, ոտքի մտնեն երկնքի արքայություն։ Ոչ։ Սա Հիսուսը ասում է, որ ինչքան լուրջ պետք է վերաբերվեք մեղքին։ Եվ իմիջիայլոց Սամսոնի օրինակը բերենք այստեղ, երբ որ Սամսոնը Աստված նրան ուժ էր տվել, որպեսզի նա օգտագործեր այդ ուժը իր ժողովրդին բարիք անելու համար, բայց նա օգտագործեց իր ուժը տարբեր կանանց բավարարելու համար։ Այն էլ օտար, ոչ ամուսնացավ, ոչ բան փոխանակ Աստծո գործը աներ, զբաղված էր տարբեր կանանց գայթակղեցնելով եւ իրանց հետ ժամանակ անցկացնելով։ Այսինքն իր աչքերը իրեն գայթակղեցնում էին։ Այդ կանանց տեսնում էր եւ շեղվում էր եւ մեղքի ճամփով էր գնում։
Եվ երբ որ իրան բռնեցին փղշտացիները, Աստծո թույլտվությամբ ինչ արեցին առաջինը, աչքերը հանեցին։ Եվ երբ որ նրա աչքերը հանեցին, երբ որ նա դադարեց տեսնել այդ կանանց եւ գայթակղվել նրանցով, ինչ եղավ, նա դարձի եկավ, նա ապաշխարեց, նա հասկացավ իր սխալը եւ իր վերջին գործով Աստծո կամքը կատարեց եւ փրկության ճանապարհով գնաց։ Երբ որ նա կորցրեց իր երկու աչքերը, իր աչքերը շատ էին շեղվում այս կողմեն կողմ։ Հիսուսը այստեղ չի ասում հանեք ձեր աչքերը։ Հիսուս ասում է վերահսկեք ձեր աչքերը, ձեր ուղեղը, ձեր մտքերը, ձեր ամեն ինչը վերահսկեք։ Տղամարդիկ, ես այդ ուժը չեմ տվել ձեզ, որ դուք տարբեր կանանց գայթակղեցնեք։ Այդ խելքը, այդ շարմը չեմ տվել ձեզ, որ դուք տարբեր կանանց գայթակղեցնեք կամ մարդկանց խաբեք, շահագործեք եւ հարստություն վաստակեք եւ կանանց փալասի պես մեկը մյուսի հետևից փոխեք եւ գլուխ գովակ, թե ես կանայք եմ փոխել։ Ոչ, դրա համար չի տվել։ Դա խայտարակություն է, դա տղամարդկություն չէ։ Տղամարդ լինելը նշանակում է սկզբունքային արդար մարդ լինելը, այդ դա է տղամարդը։ Ոչ թե իր խելքը, գիտելիքները, սիրունությունը, շարմը, տաղանները օգտագործել եսակենտրոն կյանքի համար, որ ի վերջո վնասում է եւ ձեզ, եւ մյուսներին։ Ուրեմն սա էր իմաստը Հիսուսի ասացի։ Եվ երկրորդ հարցը, որ տալիս է, արդյոք նա ուսուցանում է հավերժ վարվող դժոխքի գաղափարը։ Ոչ։ Մենք շատ համարներ ենք կարդացել Աստվածաշնչից, որ ցույց է տալի դա։ Հիսուսը հավերժ վարվող դժոխքի գաղափար չի ուսուցանում, որտեղ գիտենք նախ այս հատվածն իր մեջ որոշակի զավեշտ է պարունակում։ Պատկերացրեք մարդկանց, որ երկնային քաղաք են մտնում մեկ աչքով, մեկ ոտքով կամ մեկ ձեռքով, հետո մտածեք այն մարդկանց մասին, որ ամբողջական անխաթար մարմնով են դժոխք գնում։ Արդյոք հակառակը չպետք է լինի, առողջ մարդը դժոխքում, սա կատակերգություն է հիշեցնում։ Նման լուրջ թեմայի վերաբերյալ հումորը ստիպում է մտածել, որ Հիսուսն իր միտքը պատկերում է փոխաբերական միջոցով։ Պարզապես մեղքին պետք է այնքան լուրջ վերաբերվել, որ ավելի լավ է կորցնել ձեռքը, ոտքը կամ աչքը, քան մեղք գործել։ Իսկ ինչ վերաբերում է դժոխքին, որ հավերժական է, ասենք, որ հավերժ են դրա հետևանքները, այլ ոչ բուն դժոխքի կրակը։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հովհաննես 3:16 չկորչի, ռուսերեն ասում են նիկա պագիբ, չմեռնի, չոչնչանա հավիտյան։ Վերջում կարդանք Դայերի փափագից։ Փառքին նախորդում է խոնարհությունը։ Մարդկանց մեջ բարձր դիրք գրավելու համար երկինքն այնպիսի աշխատավոր է ընտրում, որը Հովհաննես Մկրտչի նման խոնարհվում է Աստծո առջև։ Աստծո համար ամենից լավ է աշխատում այն աշակերտը, ով ամենից շատ է նմանվում երեխայի։ Երկնային գործակալները կարող են համագործակցել նրա հետ, ով ձգտում է ոչ թե մեծարել իրեն, այլ փրկել մարդկանց։ Այն ամենով, ինչը մեզ առավելություն է տալիս մյուսների նկատմամբ, լինի դա դաստիարակություն, թե նրբաճաշակություն, բնավորության ազնվություն, քրիստոնեական կրթություն, թե կրոնական փորձառություն, մենք պարտական ենք բոլոր տկարներին եւ մեր հնարավորությունների սահմանում պետք է ծառայենք նրանց, այլ ոչ թե մեզ մեծարենք նրանց վրա։ Եթե մենք ուժեղ ենք, պետք է ձեռք մեկնենք թույլերին։ Փառքի հրեշտակները, որ միշտ տեսնում են երկնային հոր երեսը, որոնք երբեք չեն մեղանչել, ուրախ են այս փոքրերից մեկին ծառայելու յուրաքանչյուր հնարավորության համար, այսինքն այս մեղավոր մարդկանց։ Դողդոջուն հոգիները, որ բնավորության դատապարտելի շատ գծեր ունեն, նրանց հոգատարության առարկան են։ Հրեշտակները միշտ այնտեղ են, որտեղ նրանց կարիքն ամենից շատ է զգացվում, նրանց հետ, ովքեր դժվար պայքարի մեջ են իրենց եսի դեմ եւ ովքեր աշխատում են ամենաանբարենպաստ պայմաններում, Քրիստոսի ճշմարիտ հետևորդները կհամագործակցեն այս ծառայության մեջ։ Ուրեմն շնորհակալություն Աստծուն այս դասերի համար։
ծնողն էլ, մայրը, երբ որ երեխային է ավելի շատ ուշադրություն դարձնում, ով որ լավ վիճակում է, թե ով որ վատ վիճակում է, իհարկե նրա վրա ով որ վատ վիճակում է։ Նույնը երկնային հրեշտակները, որ սուրբ են, բայց երբեք չեն ասում, «Վայ, ես գնամ այս կեղտոտ բանը մեղավոր մարդուն ծառայե», ոչ, իրանք ուրախությամբ են անում դա։ Եվ նույնը վերաբերում են մեզ։ «Վայ, ես քրիստոնյամ, ես էսենց եմ, անենց եմ, ու ես գնամ այս մեղավոր մարդուն», չէ, դա Հիսուսի ոգին չէ։ Աստված այս բոլոր առավելությունները մեզ տվել է, որպեսզի մենք մեր բոլոր առավելություններով ծառայենք նրանք, ովքեր չունեն այդ առավելությունները, եւ նրանց բարձրացնենք, այլ ոչ թե ցածրացնենք մեր վերաբերմունքով։ Թող Աստված մեզ օգնի, իմաստություն տա, ընդունող սիրտ տա, ընդունող միտք տա, որպեսզի թե մեր մտքով ընդունենք եւ ընկալենք, աշակերտների պես չլինենք, իգնոր չանենք այն ինչ որ Աստված է ասում, որը մեր ակնկալիքներին չի համապատասխանում, այլ ձգտենք հասկանալ եւ շտկել մեր սխալ պատկերացումները եւ Աստծո քայլերով գնալ։ Թույլ տալ, որ մեր սրտում բնակվի Հիսուսը մաքրի մեղքերից եւ քայլ առ քայլ մեր սրտում տնկի եւ մեծացնի Սուրբ Հոգու պտուղները։ Թող Աստված մեզ օգնի այս գալիք շաբաթվա բոլոր օրերին, որ մենք իր անունը փառավորենք, այլ ոչ թե խայտարակենք։ Աստծո ողորմության մինչև մյուս շաբաթ։